Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցը ճանապարհեց 10-րդ սերնդին։ Սա Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ ամենամյա դասընթաց է, որտեղ հասարակական, քաղաքական ու մեդիա ոլորտում աշխատող մասնագետները լսում են քաղաքական գործիչներին, դեսպաններին ու պաշտոնյաներին։ Արմեն Զաքարյանի խոսքով դպրոցին հաջողվել է կատարել գլխավոր նպատակը՝ քաղաքական դաշտը համալրել գրագետ ու որակյալ կադրերով։ Արդիական այն խնդիրները, որ Հայաստանի քաղաքական օրակարգում ծագում են, դրանց վերաբերյալ մենք այստեղ քննարկումներ ենք անցկացնում եւ նրանք իրենց բանավեճի, իրենց քննարկումների արդյունքում որոշակիորեն պատասխաններ ստացած գնում են իրենց աշխատավայրերը եւ իրենց այդ գիտելիքը փորձում են կիրառության մեջ դնել աշխատավայրում։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի առաջին շրջանավարտներից մեկն է։ 12 տարի առաջ ընդունվեց քդետ, երբ ոչ նախարար էր եւ ոչ էլ падգամավոր։ Արծվիկ Մինասյանի հորդորով դպրոց դիմեց նաեւ падգամավոր Շիրակ Թորոսյանը։ 12 տարի անց էլ նախարարի ոգևորությունը նույնն է՝ անպայման դիմել։ Սա հիանալի տեղ է, վայր է, որտեղ ոչ միայն կարողանում եք դուք ձեր գաղափարները, ձեր մոտեցումները ներկայացնել, այլ նաեւ երկխոսության միջոցով, բանավեճի միջոցով հղկել դրանք, առանց այսպես ստորադասվելու կամ առանց գերագնահատելու ձեր տեղն ու դիրքը։ 10-րդ սերունդը արդեն ավարտել է դասընթացը, 3 սեմինար են ունեցել Հայաստանում, 1 շաբաթ եղել են Ստրասբուրգում, դասերն անցկացվել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Ոչ ֆորմալ որպես կրթություն, շատ լավ ինստիտուտ է մարդու կայացման եւ ընդհանրապես գիտելիքների ձեռքբերման եւ նաեւ որոշակի կարող եմ ասել վերլուծական եւ այսպես քննարկումների դաշտում քեզ փորձարկելու, սեփական անձը փորձարկելու շատ լավ հարթակ է։ Քդեդում ընդունելությունը ամեն գարնանն է, դիմորդների քննությունները հանձնում են 3 փուլով՝ փաստաթղթային, գրավոր ու բանավոր։ Երևանյան դպրոցը եվրոպական երկրներում գործող 21 դպրոցներից մեկն է։ Նազելի Գրիգորյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։